Ամուսին ընտրելիս տղայի ֆինանսական կարողությունն անպայման հաշվի առեք, որովհետև կարևոր է թե մարդն ինչի է կարողացել հասնել մինչ այդ։ Կարևոր է, բայց ոչ առաջնային։ Բանն այն է, որ ֆինանսը մարդու աշխատանքի վարձքն է, որի չափը կապ ունի տարբեր հանգամանքների հետ։ Մեկ օր կարող է լինել շատ, մեկ օր քիչ, մեկ օր էլ չլինել, հետո էլի լինել։ Կյանք է, ամեն ինչ էլ կպատահի։ Կարևորը որ մարդը հասարակության համար վնասակար չլինի, այլ պիտանի մասնագիտություն ունենա եւ լինի աշխատասեր։ Որևէ պահին իր գրպանի պարունակությունը կարող է խոսել այդ ժամանակաշրջանում իր աշխատանքի ու մասնագիտության պահանջարկի մասին, ոչ թե իր մարդկային որակների կամ աշխատասիրության։ Ֆինանսը կարողություն է, հնարավորություն, էներգիա, առաջ մղող ուժ, ինչպես ուզում եք կոչեք, բայց այն չի փոխարինում մարդկային որակներին։ Թող օրինակը սկոպիտ չհնչի, բայց մենք մեքենա գնելիս չենք ասում տվեք այն մեքենան, որի մեջ վարելիք կա։ Ոչ, մեքենան ընտրում ենք այլ չափորոշիչներով՝ մոդել, տեսք, հզորություն, իսկ վարելիք հետո կլինի մեկ օր շատ, մեկ օր քիչ։ Կամ հեռախոս ընտրելիս ունենք սիրելի մոդել, որակ եւ տեսք, ընտրում ենք մեր նախընտրած չափանիշներով, ոչ թե տվեք այն, որի մարտկոցն ամենաշատն է լիցքավորված, որովհետեւ լիցքավորումը, մեքենայի վարելիքը կամ ֆինանսը մեկ օր կլինեն քիչ, մեկ օր շատ, դա կարեւոր է, բայց չի փոխարինում գլխավոր սպասելիքներին ու չափորոշիչներին։ Այո, օրինակները իրերի մասով էր, բայց դրանց մեջ վիրավորական տարրեր փնտրել պետք չէ։ Ես իրերի հետ համեմատական տանում եմ ոչ թե արժանավայել տղամարդու մեծությունը, այլ ընտրություն կատարելու երևույթը, որպեսզի առավել վառ գույներով տեսնենք, թե որքան ավելի զգույշ ենք իրերի ընտրության հարցում։ Իսկ ընտանիքի հարցում այդ նրբանկատությունն ուր կորավ։ Ինչու ենք էմոցիոնալ ֆոնով ամուսին ընտրում, հաշվի առնելով միայն ժամանակավոր եւ խաբուսիկ արժեքները։ Միթե ընտանիք կազմելն առավել լուրջ չէ, քան հեռախոս կամ մեքենա ունենալը։ Սա վերաբերում է աղջիկներին եւ տղաներին։ Ամուսին կամ կին ընտրելիս հաշվի առեք 4 կարևոր հանգամանք։ Առաջինը արտաքին գրավչություն, ինչպես դուք իրեն, այնպես էլ նա ձեզ պետք է հաճելի լինի արտաքնապես։ Սա նորույթ չէր։ Երկրորդը մտավոր գրավչություն։ Մարդ, ում հետ խոսելու բան կունենաք, ձեր երկուսի մտքերում մոտ արժեքներ կլինեն։ Պարտադիր չէ միևնույն, այլ մոտ արժեքներ։ Երրորդ հոգևոր միաբանություն։ Սա չափազանց կարևոր է ընտանիքի ամրության համար, որ կողակիցդ լինի քեզ հավատակից։ Եվ չորրորդ, ընտրեք այն տղամարդուն կամ կնոջը, ում կցանկանայիք լիներ ձեր երեխաների հայրը կամ մայրը, որովհետև ֆինանսներ, արթուզարդ, արտաքին գրավչություն շատ արագ կփոփոխվեն, իսկ ձեր երեխաներն իրեն նման լինելու են հաստատ։ Իդեպ, ինչպես ճանաչել մարդուն առաջին հանդիպման ընթացքում իր խոսքերից ու բառերից։ Այս մասին կխոսենք իմ տելեգրամյան ալիքում, բաժանորդագրվելու համար դրեք պլյուս կամ գրեք նշված համարին։